Կյանքը երկիր մոլորակի վրա առաջացել է մոտ 4 միլիարդ տարի առաջ էվոլյուցիայի ընթացքում եւ այն նման է կյանքի ծառի, այսինքն կյանքի ծառի։ Կյանքի ծառը այդ էվոլյուցիայի ընթացքում բաժանվել է երկու մեծ դոմենների, բաժինների, նախակորիզավոր կյանքի ձևերի, այսինքն պրոկարիոտների եւ կորիզավոր կյանքի ձևերի, այսինքն էուկարիոտների։ Սնկերը պարզ էուկարիոտ հետերոտրոֆ, այսինքն նրանք սնվում են պատրաստի օրգանական միացություններով, օրգանիզմներ են, կյանքի ձևեր են, որոնք իրենց չեն առաջացնում իսկական հյուսվածքներ, այսինքն թալոմային օրգանիզմներ են։ Եվ այդ թալոմը սնկային, այսինքն բուն սնկային օրգանիզմը իրենից ներկայացնում է բամբականնման մի գոյացություն, որը կազմված է մանր թելիկներից, հիֆերից, եւ դրանք միայն տեսանելի են մանրադիտակի տակ։ Վեգետատիվ միցելիումի աճման համար խիստ կենսական է ազոտի եւ ածխածնի աղբյուրները, ինչպես նաեւ թթվային միջավայրը։ Պետք է նշել, որ այս միցելիումը, որը շատ փուխր բամբակային կառուցվածք է, բայց ունի շատ հզոր ֆերմենտային համակարգ եւ այդ ֆերմենտերի միջոցով նրանք քայքայում են ցանկացած սուբստրատ օրգանական թե անօրգանական ծագման, հայհայթաթելով իրենց սնուցման համար անհրաժեշտ օրգանական միացությունները։ Սնկերը որպես կյանքի ձև, որոնք միավորված են մեկ թագավորության մեջ, ունեն բնականաբար կենսաբանական առանձնահատկություններ։ Դրանք կարող են լինեն կայուն եւ փոփոխական։ Կայուն կենսաբանական առանձնահատկություններն են, որ նրանք էուկարիոտ են, այսինքն իսկական կորիզավոր, հետերոտրոֆ են, այսինքն սնվում են պատրաստի օրգանական միացություններով, նրանց բջիջը, որը էուկարիոտ է, ունի նաև բջջապատ, որտեղ ոչ բոլոր էուկարիոտ օրգանիզմների բջիջը ունի բջջապատ։ Ուրեմն սնկերը ըստ սնուցման եղանակի հետերոտրոֆ են, իսկ ըստ սնուցման տիպի ներծծող, այսինքն ամբողջ թալումով ներծծում են իրենց համար անհրաժեշտ օրգանական միացություններ։ Ինչ վերաբերում է փոփոխական առանձնահատկություններին, ապա սնկերը բազմանում են սպորներով եւ այդ սպորները կարող են լինել անսեռ կամ սեռական ծագման։ Այդ միցելիումը, վեգետատիվ միցելիումը կարող է լինել ամբողջական, այսինքն ոչ մասնատված, եւ մասնատված կամ սեպտավորված։ Պայմանական ասում ենք միաբջիջ կամ բազմաբջիջ։ Սնկերը կարող են առաջացնել կամ չառաջացնել անզեն աչքով տեսանելի պտղամարմիններ։ Նրանք իհարկե վարում են, շատ լայն տարածում ունեն եւ վարում են սիմբիոտրոֆ, սապրոտրոֆ կամ մակաբույծ կենսակերպ, հաճախ կարող են ազոտի պակասի դեպքում միջավայրում կարող են անցնել նաեւ գիշատիչ կենսակերպի, այսինքն այդ հիֆային թելիկները առաջացնում են որոշակի կառուցվածքներ, որսում են անողնաշար նեմատոդների եւ ամեբոիդ օրգանիզմների, դրանով սնվում վերցնելով նրանցից ազոտի աղբյուր։ Ինչ վերաբերում է սիմբիոտրոֆներին, սա շատ հետաքրքիր ֆենոմեն է, երևույթ է, որտեղ սունկը լինելով հետերոտրոֆ, նա ունակ է, էվոլյուցիայի ընթացքում այդպես դասավորվել է, փոխշահավետ համագործակցության մեջ մտնել ավտոտրոֆ բույսերի, այդ դեպքում այն առաջացնում է միկորիզա բույսերի արմատների հետ եւ ջրիմուռների, այդ դեպքում առաջանում են քարաքոսները։ Բայց վերջին գիտական տվյալները փաստել են, որ քարաքոսը, որպես կյանքի ձև, իրականում դա հետերոտրոֆ սնկի մեղմ մակաբուծումն է ավտոտրոֆ ջրիմուռների վրա եւ այդ պատճառով քարաքոսներ ըստ ժամանակակից տերմինաբանության կոչվում են քարաքոսացված սնկեր։ Եթե անդրադառնանք նորից կյանքի ծառին, որը ունեցել է համընդհանուր նախնի, այդ կյանքի ծառի վրա սնկերը առանձնացել են կենդանիներից, համընդհանուր էուկարիոտների նախնիից, շատ ավելի վաղ, քան բույսերը եւ ջրիմուռները։ Այդ պատճառով սնկերը ավելի ազգակցական կապով մոտ են կենդանիներին, չնայած միանշանակ նրանք ունեն նաև հատկանիշներ, որոնք նման են բույսերին։ Եվ մի բան էլ անպայման պետք է նշել, որ սնկերը ունեն պոլիֆիլետիկ ծագում, այսինքն նրանք մեկից ավելի նախնի ունեն, եւ նրանց նախնիները հանդիսանում են մտրակավոր միաբջիջ կենդանիները եւ ամեբոիդ կյանքի ձևերը։ Հիմա որոնք են սնկերի այն հատկությունները, որոնցով նրանք նման են բույսերին։ Նախ անշարժ կենսակերպը, դա չի նշանակում նրանք անշարժ են, այլ ուղղակի տեղից տեղ չեն շարժվում, անընդհատ աճը,
ապիկալ աճը, դրանով նույնպես բույսերը իրենց կյանքի ընթացքում անընդհատ աճում են։ Կենսաբանական ակտիվ միացությունների սինթեզը, սա նույնպես բույսերին նման է եւ այն բույսերը, որոնք ակտիվ սինթեզում են կենսաակտիվ միացություններ, դրանք հենց դեղաբույսերն են։ Նույն սկզբունքով նաեւ այսօր առանձնանում են դեղասնկերը։ Ինչով են տարբերվում բույսերից սնկերը։ Տարբերվում են նախ եւ առաջ քլորոֆիլի բացակայությամբ, այսինքն ունակ չեն իրականացնելու ֆոտոսինթեզ, եւ իհարկե բջջապատի կառուցվածքով։ Սնկերի մոտ այն ավելի բարդ է, քան բույսերի մոտ։ Նման են նաեւ կենդանիներին սնկերը, ինչով որ հետերոտրոֆ են, նրանց պաշարաննյութը գրիկոգենն է, եւ մետաբոլիզմում արկա է միզաթթուն, իսկ այդ բջջապատում, որը շատ բնորոշ է սնկային բջջին, արկա է խիծինը, որը նույնպես կենդանական ծագում ունի։ Ինչպես են վերարտադրվում կամ բազմանում սնկերը։ Սնկերը բազմանում են եւ անսեռ եւ սեռական ճանապարհով, հնարավոր է նաեւ վեգետատիվ բազմացումը, ինչպես բույսերի մոտ, այսինքն թալումի հատվածներով։ Անսեռ սպորները, այսինքն միտոցիկ սպորները, որոնք առաջանում են անսեռ, բջջի անսեռ բազմացման արդյունքում, սովորաբար առաջանում են մերկ միցելիումի վրա եւ շատ նման են լինում փոշու։ Այսպես ընդունված է ասել բորբոս։ Դրանք հիմնական բորբոսասնկերն են, տարբեր գույնի, եւ հենց այդ գույնը պայմանավորվում է այդ սնկերի սպորներով։ Ինչ վերաբերվում է սեռական սպորներին, այսինքն մեյոզի սեռական process-ի արդյունքում առաջացած սպորների, դրանք հիմնականում առաջանում են որոշակի կառուցվածքներում, որոնք կոչվում են պտղամարմիններ, եւ այդ կառուցվածքները հարմարացված են մեյոզը հարթ ընթանալու եւ մեյոցիկ, այսինքն ռեկոմբինացված գենոմով սպորների առաջացման համար։ Սպորները կարող են առաջանալ էնդոգեն, այսինքն որոշակի կառուցվածքների մեջ կամ անգյումների մեջ եւ էկզոգեն, այսինքն այդ կառուցվածքներից դուրս։ Փաստորեն ստացվում է, որ սնկերի մոտ, որոնք պարզ էուկարիոտ օրգանիզմներ են, արդեն մենք տեսնում ենք սեռի արկայություն, սեռական process, բայց մենք չենք տեսնում սեռի դիֆերենցիացիա։ Սա շատ կարևոր հանգամանք է, որ էվոլյուցիայի ընթացքում սեռի տարբերակումը արականի եւ իգականի իրականում տեղի չի ունեցել։ Այն կա, շատ թույլ արտահայտված է եւ կարելի է նկատել միայն մանրադետակի օգնությամբ պայուսակավոր սնկերի մոտ, միայն մասնագետի աչքով։ Ինչ վերաբերում է կենսացիկլին սնկերի, ինչպես ցանկացած կյանքի ձև ինքը ունի, սնկերը նույնպես ունեն կենսացիկլ, որը կազմված է անսեռ եւ սեռական փուլից, վեգետատիվ եւ գեներատիվ փուլերից։ Բոլոր կյանքի ձևերի մոտ ակնհայտ է կորիզային հապլոիդ եւ դիպլոիդ հավաքը, բայց սնկերը այստեղ նույնպես առանձնանում են իրեն դիկարյոնային հավաքով, այսինքն երկու հապլոիդ կորիզներ զույգ կազմած գործում են միասին, բայց դեռ չեն ձուլվում, չեն վերածվում դիպլոիդ հավաքի եւ այդ փուլը շատ երկարատև է սնկերի, որոշակի սնկերի կենսացիկլում եւ ընդհանուր սնկերի մոտ հապլոիդ, դիպլոիդ, թե դիկարյոնային այդ փուլերին համապատասխան 5 տեսակի կենսացիկլ է նկարագրված, որը բավական մեծ բազմազանություն է այս կյանքի ձևերի համար, բայց ուզում եմ նշել մի կարևոր հանգամանք եւս, որ այս մորֆաները, այս փուլերը, որոնք տարբեր մորֆոլոգիական ձևաբանական առանձնահատկություններ ունեն, բացի դրանից նրանք նաեւ տարբերվում են իրենց պաթոգենությամբ։ Այս կենսաբանական առանձնահատկությունները շատ կարևոր է ուսումնասիրել, որտեղ սնկերը լինելով բազմաթիվ հիվանդությունների վարակներ, նրանց դեմ պայքարի միջոցներ մշակելու համար, դա իհարկե կարևոր է հաշվի առնել։ Ինչպես նշեցի, սնկերը կարող են առաջացնել աչքով տեսանելի, եթե անգլերենից ուղղակի թարգմանենք, նաև ձեռքով կարող ենք վերցնել պտղամարմիններ եւ կարող են չառաջացնել այդպիսի պտղամարմիններ եւ այս հատկության հիման վրա սնկերը բաժանվում են երկու խմբի, ոչ կարգաբանական խմբերի։ Մակրոսկոպիկ սնկերի, մակրոմիցետներ, դրանք մեր պատկերացրած ուրեմն գլխարկավոր սնկերն են, աբետա սնկերը եւ միկրոսկոպիկ սնկեր կամ միկրոմիցետներ։ Սրանք ընդհանուր առմամբ բորբոսասնկերն են։ Բացի այս երկու խմբերից, սնկերի կարգաբանությունը իհարկե արդեն գիտական կարգաբանությունը շատ բարդ է, որոշ տվյալներով ենթադրաբար երկրագնդի վրա առկա է 1.5-ից 3 միլիոն, որոշ տվյալներով, վերջի տվյալներով մինչև 5 միլիոն սնկային տեսակ, չնայած կարգաբանորեն
Ներկայումս բնութագրված է, նկարագրված է մոտ 80-82 հազար տեսակ։ Այս տեսակները ուրեմն մոլեկուլային, հետևելով մոլեկուլային կարգաբանության նվաճումներին, այս տեսակները կարգաբանված են ուրեմն իսկական սնկերի խմբի մեջ, որոնք ներառում են 4 հիմնական բաժիններ, դրանք բազիդալ սնկերն են, պայուսակավոր սնկերն են, խիտրիդիային սնկերը եւ զիգոմիցետները։ Մեկ առանձին խումբ է առանձնացված սնկանման օրգանիզմների, որը նոր է եւ իր մեջ ներառում է տարբեր ջրիմուռներ, այդ թվում այդտեղ տեղափոխված է նախկինում առանձին դաս կազմող ջրային սնկերը եւ առանձնացված է նաեւ անկատար սնկերի խումբը, լատիներեն fungi imperfecti, ինչու անկատար, որտեղ սրանց կենսացիկլում բացակայում է սեռական պրոցեսը։ Հարց է առաջացել, թե այս սեռական պրոցեսը էվոլյուցիայի ընթացքում այս սնկերը կորցրել են, թե դեռևս նկարագրված չի։ Եվ գիտական ուրեմն վերջին նորությունները փաստում են ավելի երկրորդի օգտին, որ դեռևս նկարագրված չի։ Ինչպես ես նշեցի նախկինում, որ սնկերը ունեն կենսացիկլում անսեռ եւ սեռական փուլ, եւ գնալով նախկինում այդ անսեռ փուլերը առանձին նկարագրվել են որպես տեսակներ իրենց լատիներեն անուններով, ստեղծելով շատ մեծ խառնաշփոթ սնկերի կարգաբանության մեջ։ Ներկայումս մասնավորապես մոլեկուլային կենսաբանության եւ կարգաբանության մեթոդները, DNT մեթոդները թույլ են տալիս սեկվենավորել գենոմը, թե կատարյալ փուլի, թե անկատար փուլի եւ պարզել դրանք պատկանում են մեկ կարգաբանական տեսակին, թե ոչ։ Սա շատ կարեւոր գործընթաց է, որը շուտով մեծ պարզաբանումներ կմտցնի սնկերի կենսաբանության մեջ, հետևելով սկզբունքին մեկ տեսակ, մեկ անուն, այդ սկզբունքին։ Սնկերը որպես կյանքի ձևեր, նրանց ուսումնասիրմամբ զբաղվում է սնկաբանությունը կամ միկոլոգիան, քանի որ սնկերը նախկինում դասվել են բույսերի թագավորության մեջ, բուսաբանության առանձին ճյուղ է եղել սնկաբանությունը, ներկայումս այն առանձնացված է եւ ինքն էլ իր հերթին ունի մի քանի ենթաբաժիններ՝ ֆիտոպաթոլոգիա, բժշկական սնկաբանություն, ջրային սնկեր, հողային սնկեր եւ շատ սնկերի գենետիկա, սնկերի ֆիզիոլոգիա, բայց ժամանակակից ուղղություն է զարգանում, որը իհարկե շատ կարևոր է, հատկապես մարդու կյանքում, դա սնկադեղաբանությունն է, քանի որ ես նշեցի, որ սնկերը բույսերի նման ունեն կենսակտիվ միացություններ սինթեզելու ունակություն, դրանով պայմանավորված է նաև նրանց դեղաբանական հատկությունները եւ դեղասնկերի ուսումնասիրությունը վերջերս մեծ թափ է ստացել, այն հնարավորություն է տալիս զանազան կենսատեղ արտադրանքներ ստանալ, սննդային հավելումներ, դեղաբանական նշանակության, սննդային նշանակության եւ իհարկե խրախուսվում է նրանց ներառումը մարդկանց առողջարար սննդի մեջ։ Սնկերը շատ վաղուց գրավել են մարդկության ուշադրությունը ոչ միայն որպես արժեքավոր սննդի աղբյուր, այլ նաև որպես դեղամիջոցներ։ Շատ վաղ ժամանակներից մարդկությունը սնկերը օգտագործել է այնպիսի կենսատեխնոլոգիական գործընթացներում, ինչպես հացաթխումն է, գինեգործությունը, գարեջրեգործությունը, բայց երբևէ պատկերացում չեն ունեցել, որ այդ գործընթացներում ամենակարևոր դերակատարությունը եղել է սնկերինը։ Այսօր սնկերը կիրառվում են ամենաժամանակակից կենսատեխնոլոգիական եւ ռեկոմբինատ DNT տեխնոլոգիաներում։ Եթե 20-րդ դարը համարվում էր ֆիզիկայի դար, ապա ռեկոմբինատ DNT տեխնոլոգիաների շնորհիվ, որտեղ սնկերը շատ մեծ նշանակություն ունեն, 21-րդ դարը համարվում է կենսաբանության դար։ Ինչպես նշեցի, սնկերը ներկայացնում են շատ սպիտակուցային արժեքավոր սնունդ, եւ ի տարբերություն կենթանական ծագման սպիտակուցների, սնկերի սպիտակուցները չեն ուղեկցվում խոլեստերինով։ Հետևաբար նրանց կիրառումը մարդու սննդակարգում իհարկե շատ մեծ նշանակություն ունի։ Հիանալի, երբ որ ուտելի սնկերը նաև ունենում են դեղաբանական հատկություններ։ Ես այդպիսի սնկերից կուզեի նշել կախասնկերը, որոնք հայտնի են իրենց լիպիդային մետաբոլիզմը կարգավորող հատկությամբ, դրանով նրանք նաև կանխարգելում են սիրտանոթային հիվանդությունների զարգացումը մարդու մոտ, հակաքաղցկեղային ակտիվություն ունեցող սնկեր, ինչպիսին են կայսերական սունկը, Ganoderma lucidum-ը կամ իսկական հաբետասունկը, երկուսն էլ տարածված են Հայաստանում։ Հատկապես իրենց խոհարարական արժեքով հայտնի են տրյուֆելները, որոնց պտղամարմինները առաջանում են հիպոգյալ, այսինքն հողի մեջ,
նրանց բույրը խոհարարական արժեքը այնքան մեծ է, որ կիլոգրամը կարող է հասնել մի քանի $100-ից մինչև հազարավոր դոլարների, եւ ինչն է հետաքրքիր, որ մեկ պտղամարմնում մինչև մի քանի 100 արոմատիկ միացություն կարելի է նույնականացնել այս սնկերի մոտ։ Կարելի է այդ մասին շարունակել այս ցանկը, բայց ուզում եմ նշել, որ շատերը սրանցից իհարկե արհեստական աճեցվում են եւ ունեն մեծ արժեք մարդու առողջարար սննդակարգում։ Դեղաբանական հատկությամբ օժտված են ավելի ծառաբնակ սնկերը եւ հին դեղատոմսերում ավելի կարող ենք հանդիպել նրանց մասին տեղեկություններ հաբեթասնկերի, օրինակ չագասունկը, որը հայտնի է, եւ շատ ուրիշ տեսակներ, որոնցից այսօր ստանում են զանազան կենսատեղ արտադրանքներ, որոնք մարդու համար վնասակար չեն եւ կարելի է նրանք կիրառել զանազան թերապիաների հետ զուգահեռ։ Օրինակ վերջերս շատ հրապարակումներ կան այն ուղղությամբ, որ քաղցկեղի ժամանակ քիմիոթերապիայի ընթացքում զարգացող տոքսիկ կարդիոտոքսիկությունը կարելի է մեղմել որոշակի սնկային հավելումներ կիրառելով թերապիայում։ Սնկերը նաև սննդի արդյունաբերության մեջ մեծ նշանակություն են, հատկապես պանիրագործության մեջ, բոլորը գիտեն, որ հայտնի դելիկատեսային պանիրների, ինչպիսին է ռոկֆորը, բղին, կամբազոլա կամ կամամբեր, օգտագործում են միկրոսկոպիկ սնկեր, հատկապես պինիցիլիում ցեղի տեսակներ, պինիցիլիում ռոկֆորտի, պինիցիլիում կամամբերտի, պինիցիլիում կանդիդում եւ այլն։ Երկար կարելի է խոսել սնկերի դրական նշանակության մասին մարդու կյանքում, բայց պետք է նշել, որ նրանք նաև վտանգներ իրենց մեջ պարունակում են եւ դրանք պետք է իմանալ եւ կառավարել։ Հատկապես սնկերը առաջացնում են մարդու, կենդանիների եւ բույսերի մոտ սնկային վարակներ, մեծ վնաս հասցնելով գյուղատնտեսությանը, այդ թվում նաեւ մարդու կյանքի որակը կարող են իջեցնել։ Մարդու սնկային հիվանդությունները կոչվում են միկոզներ։ Այդ միկոզները կարող են լինել մաշկային, դերմատոմիկոզներ եւ խորքային։ Երբ հիգիենայի կանոնները չեն պահպանվում եւ այդ վարակը անցնում է արդեն այրան շրջանառության մեջ, կամ շնչառական ուղիներով դեպի թոքերը, այստեղ արդեն վտանգը մեծանում է եւ ընդհանուր դա կարող է լինել մահացում։ Ինչ վերաբերվում է սնկային թունավորումներին, որը նույնպես կարելի է նշել եւ մարդիկ պետք է դա իմանան եւ կանխարգել են, դրանք երկու տիպի են լինում։ Միկոտոքսիկոզներ, որոնք հիմնականում այդ թույները, միկոտոքսինները օրգանիզմ է ներմուծվում սննդի աղտոտված սննդի միջոցով եւ կարող է աղտահարել լյարդը եւ երիկամները ընդհուպ մինչեւ մահվան ելքով եւ միցեցիզմներ։ Սրանք այն թունավորումներն են, որոնք առաջացնում են գլխարկավոր սնկերը եւ անպայման սնկերը սննդի մեջ կիրառելուց առաջ նրանք պետք է ճիշտ նույնականացված լինեն եւ տեղեկություն այդ սննդի մասին պետք է ունենան բնակչությունը։ Եվ ամփոփելով այս շատ կարճ ակնարկը սնկերի մասին, հաշվի առնելով նրանց մեծ կենսաբազմազանությունը, տարածվածությունը, կենսաակտիվ միացություններ սինթեզելու ունակությունը, բարձր սննդային արժեքը, հատկապես որպես պրոտեինի եւ սպիտակուցի աղբյուր, պետք է նշել, որ շատ մեծ նրանք նշանակություն են այսօր տնտեսության մեջ եւ գիտության զարգացման մեջ եւ իհարկե դրա արդյունքները միանշանակ կբարձրացնեն մարդու կյանքի մարդկության կյանքի որակը ապագայում։